Կրակոց Գելի գյուղում։ Արաբոյի մահից հետո Սասունում իր քաջագործություններով անուն էր հանել Գևորգ անունով մի անվեհեր երիտասարդ։ Գևորգը Սաստո Բսանք գավառի Մկթինք գյուղից էր։ Արաբոյի և Սերոբ աղբյուրի հին զինվորներից մեկը։ Սրա հայրը հայտնի որսորդ էր։ Որդուն տվել էր առաքելոց վանք, որ քահանա դառնա։ Մի օր որդին վանքից տուն է գալիս։ Տեսնում է պատից մի չախմախլի հրացան կախած և տակը թախտին մի հսկա քնած, սև աբան հագին, երեսով դեպի պատը։ «Կա չկա, սա իմ հայրն է», ասում է Գևորգը, աչքը պահած պատից կախված զենքին։ Արթնացնում է հսկային ու ասում. «Ես 4 տարի կարդացի վանքում, ինձ մի թվանք տուր, գնամ միանամ Արաբոյի խմբին»։ «Կորիր լակոտ, դուր, Արաբոն ուր, զենքը քո բանը չէ», սաստում է հայրը և պահանջում է, որ որդին վերադառնա վանք, Մաշտոց ու Շարական կարդա։ Գևորգը խռոված փախչում է տնից։ Գյուղամիջով անցնելիս տեսնում է երկու բագրևանցի քուրդ իրենց եկեղեցու ծառերից սաստկորեն վայր են թափում ընկույզները։ Գևորգը հարձակվում է նրանց վրա և սկսվում է ուժեղ ծեծկռտուք։ Վախեցած գյուղացիները օգնության չեն հասնում, և Գևորգը մի լավ ծեծ կերած, գլուխը կապած գյուղից հեռանում է։ Բսանցի հայ գյուղացիների պանդխտության վայրը գլխավորապես Հալեբն էր, որտեղ նրանք աշխատում էին հացի փռերում և ջրաղացներում։ Այդ երկրի մեջ արաբները սասունցիներին ուրիշ հայերից տարբերելու համար Սուսանի էին անվանում։ Գևորգը գտնում է դեպի Դամասկոս գնացող մեկ-երկու բազրկան և նրանց հետ գնում է Հալեբ։ Բազրկանները քաղաքի դռներին հասնելով ասում են. «Հալեբ որ կասեն, սա է, մենք գնացինք»։ Գևորգը անծանոթ քաղաքի դռանը շվար կանգնած չի իմանում ինչ անի։ Մտածում է, որ երևի Արաբոն էլ Հալեբ մշակության գնալիս առաջին օրը այդպես շվար կանգնած է եղել անծանոթ քաղաքի դռանը։ Տափարակ կտուրների միջից մի գմբեթ է երևում։ «Էդ եկեղեցու անունը ի՞նչ է», հարցնում է մի արաբի։ «Սուրբ Քառասնից Մանկանց»։ Ո՞վ է շինել։ «Մի Սուսանի»։ «Շինողը ողջ է»։ «Իր շինածը կա, ինքը չկա։ 1000 տարվա եկեղեցի է։ Դամասկոսի մեծ խալիֆը, շարունակում է ծերունի արաբը, մի օր Դամասկոսից գալիս է Հալեբ։ Ոչ ոք չի դիմավորում նրան, բացի մի կաշեգործ սասունցուց։ Խալիֆը հուզված հարցնում է սասունցուն. «Ի՞նչ բարիք ես ուզում, որ քեզ անեմ»։ Սա էլ թե. «Ես Սասունի Բսանած գավառի Գոմք գյուղից եմ, մեծդ խալիֆ», ասում է կաշեգործը։ «Մեր գյուղում 40 մանուկ անունով մի եկեղեցի կար։ Եթե ուզում ես ինձ բարիք անել, մի կտոր հող տուր ինձ, որ դրա նման մի եկեղեցի շինեմ Հալեբում ապրող սասունցոց համար»։ «Ինչքան հող ես ուզում», հարցնում է խալիֆը։ Սասունցու թևատակին մի եզան կաշի է լինում։ Պարզում է գետնին և ասում. «Էս եզան փոստի չափ»։ «Արածիդ համեմատ քո ուզածը շատ քիչ է», նկատում է խալիֆը, և եզան կաշին վերցնելով սրեմում է ծայրեծայր և նրա թելերի բռնած տարածության չափով հող է տալիս սասունցուն քաղաքի կենտրոնում։ Եվ սասունցին շինում է իր եկեղեցին։ Առավոտյան ժամկոչը զանգակները քաշելիս տեսնում է մի կապած գլուխ տղա իրենց վանքի շեմքին պառկած։ «Ո՞վ ես», հարցնում է ժամկոչը քնածին արթնացնելով։ «Ես
բսանած Գևորգն եմ։ Ղարիբ ես ուրեմն։ Ղարիբ եմ ու գլուխս կոտրած։ Հալեպի հայերը գալիս էին աղոթքի։ Մեկ-երկուսը ճանաչում են Գևորգի ծնողներին և հարցնում են, թե ինչի համար է եկել։ Եկել եմ, որ մի քիչ փող վաստակեմ, մի հրացան առնեմ ու երթամ Սասունն ազատեմ սուլթանի լծից, ասում է Գևորգը և պատմում գյուղում իր գլխին պատահած դեպքը։ Սասունցի մի քանի հացթուղ և ջրաղացպան մտածում են, որ իրենք մի բան չդարձան, գոնե այդ ծուռ տղայից մի բան դուրս գա։ Փող են հավաքում և Գևորգի համար մի հրացան առնելով, նրան Հալեպից ճանապարհ են դնում դեպի Սասուն։ Դե, գնա ազատիր հայոց ազգին։ Մի ծեր հացթուղ երկմտում է։ Էս տղան, ասում է նա, Սասունից ճղված գլխով եկավ Հալեպ, ընկույզի համար երկու քրդից ծեծված մարդը ինչպես կարող է մի ամբողջ ազգ ազատել սուլթանի լծից։ Իսկ դու կհավատայիր, որ գոմքեցի մի խեղճ ու կրակ կաշեգործ ընկներ Հալեպ և մեն-մենակ մի եկեղեցի շիներ քաղաքի կենտրոնում։ Մինչև մարդու գլուխը չճղվի, նա ազգի ցավը չի հասկանա։ Առարկում են նրան երկրորդ հացթուղը։ Կտրիչ տղա է երևում, թող երթա իր բախտը փորձի։ Վրա է բերում մի երրորդ պանդուխտ սասունցի։ Գևորգի հայրն ու մայրը սպասում են մի շաբաթ, երկու շաբաթ, որդին չկա։ Վայ, մեր խեղճ տղան կորավ, ասում են ու գլխներին տալիս։ Գևորգը մի քանի հորեղբայր ուներ։ Սրանք կասկածում են, թե երևի Հալեպ է գնացել։ Որոշում են, որ իրենցից մեկը գնա Հալեպ, տղային գտնի ու բերի։ Յա բարի լուսո, քաղցրիկ Քրիստոս, ասում է մեծ հորեղբայրը և բռնում Հալեպի ճամփան։ Ու դեռ հորեղբայրը Հալեպ չհասած, Գևորգը զինված մտնում է Սասուն։ Ճանապարհին որսում է մի քարայց և ուսին դրած գալիս է տուն։ Տուն, ինչ տուն, որձաքարից շինված մի բերդ։ Որսը դնում է ցած և մեկնվում թախտին, երեսով դեպի պատը։ Հայրը մտնում է ներս, տեսնում է անծանոթ մարդ թախտին քնած, գլխավերևում հրացան, կողքին մի սպանված քարայց։ Կա չկա, էս իմ տղեն ա, ասում է հայրը և արթնացնում քնած երիտասարդին։ Վատ հարևանը մարդուս գործիքի տեր կդարձնի, ասում է Գևորգը և հրացանն առնելով նույն օրը գնում միանում է Արաբոյի խմբին։ Արաբոյից հետո զինվոր է դառնում Սերոպ աղբյուրին։ Կռիվներից մեկում սպանում է սուլթանի ազդեցիկ չաուշներից մեկին և շուտով հայտնի դառնում Գևորգ Չաուշ անունով։ Միջահասակից քիչ ցածր էր Գևորգը, թուխ ու թիկնեղ, աչքերը բոցավառ։ Վարսերը սև գանգուր էին, հոնքերը խիտ ու գեղագծված։ Արաբոն ինձ շատ էր պատմել նրա մասին, բայց տեսած չկայի։ Իսկ Սերոպն ասում էր, որ նա մեծ համբավ է ձեռք բերել քրդական աշիրետների մեջ և այնպես վարժ է խոսում քրդերեն, որ դժվար է նրան տարբերել քրդերից։ Սասունում աղջիկ փախցնելը խստորեն արգելված էր օրենքով, որպեսզի հայ գյուղերի համերաշխությունը չքայքայվի։ Ձեր մորուքները կնտել կտանք, եթե աղջիկ փախցնողին պսակեք, զգուշացրել էին սասունցիք իրենց քահանաներին։ Երբ Սերոպ աղբյուրը տեր Քաջի տանն էր, լուր եկավ, որ Գևորգ Չաուշի հորեղբայրներից մեկը կին է փախցրել Սասնո Աղբիկ գյուղից։ Գյուղացիները փախցնողին հետապնդելով բռնել բերել էին Նեմրութի Ասլանի մոտ, որ նա դատնանի։ Նրան բերեցին այն ժամանակ, երբ ես
Սերոպ աղբյուրի զենքերն էի մաքրում։ Հասակավոր մարդ էր, մեծ բեղերով և գոմշե տրեխներով։ Ում համար էիր փախցնում այդ կնոջը, հարցրեց Սերոպը։ Ինձ համար, համարձակ պատասխանեց հորեղբայրը։ Ուր տեսար առաջին անգամ նրան։ Առաքելոց վանքում։ Որ գյուղից էր և ինչու էր գնացել վանք։ Դաշտի գյուղերից էր, բայց հարս էր տրված Սասուն։ Երիկը 10 տարի է, ինչ պանդխտության է գնացել և ոչ մի օգնություն ցույց չի տալիս իրեն։ Խեղճ կինը դիմել էր Մշո առաջնորդարանին, որ ինքը նեղության մեջ է։ Առաջնորդարանը նամակ էր գրել վանքի վանահայր Հովհաննես վարդապետին, որ նրան վանք ընդունի, պայմանով, որ կաշխատի իբրև հավաքարար և օգտվի վանքի հացից։ Դու ինչ էիր անում վանքում։ Ես վանքում տնտես էի։ Այդ կնոջը գյուղից փախցրիր, թե վանքից։ Գյուղից։ Որտեղ է գտնվում այդ գյուղը։ Ծովասարի վրա։ Աղբիքսիները ձեզ որտեղ բռնեցին։ Բսանաց ճանապարհին։ Այդ կինը ամուսին ունի։ Դու ինչ իրավունքով փախցրիր նրան։ Չէ՞ որ դու ծեր ես, իսկ նա ջահել։ Մեր երկիր 1000 բան կպատահի, փաշա, թող դա էլ լինի 1001-ը, պատասխանեց Սասունցին։ Շիտակ խոսիր, դու այդ կնոջը քեզ համար փախցրիր, թե Գևորգի։ Ինձ համար փախցրի, փաշա։ Չգիտեիր, որ Սասունում կին փախցնելը օրենքով արգելված է։ Գիտեի, բայց եղավ։ Մարդուն մի կողմ տարան, կնոջը ներս բերին։ Դու այդ մարդու հետ ինչու փախար, հարցրեց փաշան։ Ում համար կերթայիր, նրա, թե ուրիշի։ Ես այդ մարդու հետ կերթայի իրեն համար։ Երիկս էս 10 տարի Ղուրբաթ է գնացել, ու ես մնացել եմ վանքի սեղանին։ Երկրորդ օրը նորից հարցաքննության բերեցին։ Աղբիքցիները համառորեն դատաստան էին պահանջում։ Սերոպը կանչեց Աղբիկ գյուղի ռեսին, գելեցի մի քանի իշխանների և տեր քաջին։ Նրանք գլուխ տվին երկրի մեծին ու միաձայն ասին նրան. Դրանց դատաստանը դու մեզ հանձնիր, փաշա։ Այդ ժամանակ եկան ասացին, թե Գևորգ Չաուշը Տաղվրնիկ է հասել։ Սերոպը իր զինվորներից երկուսին ուղարկեց, որ նրան իր մոտ կանչեն։ Երկար գյուղ էր գելին, և թաղերը իրարից շատ հեռու։ Թաղից թաղ մարդ կանչելու համար պետք է բոռային։ Դեպի ծովասար իջնող մի սար կար Անդոկի մոտ, անունը Խտան։ Զինվորները ելան խտանա կացը և բոռացին. Գևորգ Չաուշ, տեր քաջի տուն արի։ Բոռաց առաջին զինվորը։ Քո հորեղբայրը կին է փախցրել Աղբիկ գյուղից, բոռաց երկրորդ զինվորը։ Գևորգ Չաուշը վերցրեց հրացանը և խտանա կաց անցնելով եկավ իր հայդուկապետի մոտ։ Տեր քաջի տանը շատ մարդիկ կային, մեծամեծ իշխաններ, քահանա, ռամիկ, Սոսն էլ էր ներկա։ Բարև տվեց բոլորին և հրացանը սյունից կախելով նստեց։ Եվ Նեմրութի Սերոպը դիմեց նրան ասելով. Ինչպես է, որ դու, ամենահին զինվորը այս երկրի, ուր օրենք է դրված, որ Սասունցին իրավունք չունի աղջիկ փախցնելու, թույլ ես տվել, որ քո հորեղբայրը կինարմատ փախցնի Սասնու աշխարհից։ Գևորգը պատասխանեց. Դու սերն ու մածունը կերել ես, չորթանին ես ինձ կանչել, ասաց ու նայեց Սոսեի աչքերին։
Եթե դու փոքր չափով պատիվ ունենայիր մեծավորիդ հանդեպ, չէիր հանդգնի ինձ այդպիսի խոսք ասել։ Ես ինչ սերումացուն եմ կերել, դիմադարձեց Սերոփը և սաստիկ առնված ձեռքը նետեց դաշույնին։ Սոսեն բռնեց Սերոփի թևը։ Գևորգը ոտքի ելավ։ Իմ հորեղբայրը այդ հանցանքը կատարել է ինձանից ծածուկ, ասաց նա։ Դու ես երկրի մեծը, և դատն ու դատաստանը քո ձեռքին է, ինչպես ուզում ես, այնպես էլ վճռիր։ Եթե դատն ու դատաստանը իմ ձեռքին է, ուրեմն այս գործը ես քեզ եմ հանձնում, Արաբոյի հին զինվորիդ, որ այժմ իմ զինվորն է, գնա և ինքդ դատիր, ասաց աղբյուր Սերոփը և նույնպես ոտքի ելավ։ Ինձ ես հանձնում։ Այո, քեզ։ Գևորգ Չաուշը առանց պատասխանի զենքը վերցնելով գլխահակ հեռացավ Տեր-Քաջի տնից։ Ես հետաքրքրությունից գնացի նրա ետևից դեպի այն մարագը, ուր փակված էին Գևորգի հորեղբայրը և աղբիկցի կինը։ Գևորգը մոլեգին էր և անկշռադատ։ Նրա ինքնասիրությունը վիրավորված էր։ Կանգնեց շեմքին և հալեպից բերված հրացանը որոտաց հորեղբոր կրծքին։ Երկրորդ գնդակով սպանեց աղբիկցի կնոջը և հրացանը վիզը գցելով մռայլադեմ հեռացավ դեպի Շուշնամերկի անտառները։ Գևորգը այլևս չվերադարձավ Սերոփի խմբի մեջ։ Ես առաջին անգամ էի հրազանի կրակոց լսում այդքան մոտիկից և այդպիսի ուժգնությամբ։ Ես այդ ժամանակ ընդամենը 17 տարեկան էի։ Շապինանդ։ Այդ կրակոցի հաջորդ օրը Սերոփ աղբյուրը ինձ մի կոտրած հրացանի կոթ տվեց, որ տանեմ նորոգելու։ Վարպետ Շապինին կտաս, ասաց ու ձեռքով ցույց տվեց իմ գնալիք տեղը, Տալվորիկի ուղղությամբ։ Ասացի ինքս ինձ, եթե խլաթից հասել եմ մինչև Գելի, ուրեմն կարող եմ նաև Տալվորիկ գնալ։ Մարդ ինչքան շատ աշխարհ տեսնի, այնքան լավ։ Ու բռնեցի Տալվորիկի ճամփան։ Անցա Ղարիբշան, Մխիթար և Տեղ թաղերը ու սկսեցի բարձրանալ Անդոկով։ Խտանակածը շուռ էի գալիս, երբ մեկը իմ թիկունքից գոռաց. նայեցի տեսնեմ մի ջրտուքվար է։ Դեպի ո՞ւր։ Տալվորիկ կերթամ, ասացի։ Այ ծուռ, ասաց նա, քո գնալիք տեղը Տաղվրնիկն է և ոչ թե Տալվորիկ։ Հասկացա, որ սխալ եմ եկել ու ետ դառնալով քայլերս ուղղեցի դեպի Տաղվրնիկ։ Երանի նրանց, որոնք շուտ են ուղղում իրենց սխալ ճամփան։ Տաղվրնիկը Գելու թաղերից մեկն էր։ Այն տունը, ուր պետք է գնայի, թառած էր մի բարձրիկ ժայռի։ Հաստ պատերով տուն էր, ճակատով դեպի հարավ։ Շեմքի մոտ նստած էր մի տղամարդ, մի ձեռքը նեցուկ արած գլխին, մյուսով ծխամորճը պահած։ Ոտքերը խոշոր էին, մեծ տրեխներով։ Կորացած մեջքը և զորավոր թիկունքը հսկայի երևույթ էին տալիս նրան։ Կարծեցի, թե իմ ոտնաձայնից ուշքի կգա, բայց տեղից չշարժվեց, երևի քնած էր։ Համարձակ մոտեցա շեմքին։ Դուռը մի փեղկանի էր, ընկույզի 3 հաստ տախտակներից շինված։ Հրեցի և ներս մտա։ Փողանը մութ էր։ Ամբողջ երկայնքով վառելափայտ էր դարսված, մեծ կոճղեր և չորացած ծառեր։ Թեքվեցի դեպի ձախ և մտա տան գլխավոր մասը, ուր թվեկն էր, օջախը։ Ամբարը և մառանը մնացին աջ թևի վրա։ Թվեկը պատի մեջ էր, կիսաղեղի ձևով և բուխարիկով միացած երդիկին։
Սալաքարը դեռ տաք էր, երևի կրակը նոր էր հանգել։ Կողքին գաթաներով լի մի տաշտակ կար, ընկուզենու կանաչ տերևներով ծածկված։ Քանի որ սասունցու տուն եմ մտել և նոր թխած հաց կա, եկ դրանցից մեկը ուտեմ։ Իմ ասելը ու տաշտակից մի գաթա վերցնելը մեկ եղավ, բայց հանկարծ վարանեցի, չլինի թե սխալ տուն եմ մտել։ Արագ նետվեցի դեպի փողանը, որ դուրս գամ, դիպա մի սյունի ու մի բան վայր ընկավ, ճրագն էր։ Ինչ արած, որ անծանոթ տանը մի գաթա եմ կերել կամ մի հողեճրագ եմ շուռ տվել մութի մեջ։ Սասունցու տունը միշտ բաց է, իսկ սիրտը այնքան ճրագներ ունի, որ կարող է ամբողջ աշխարհը լուսավորել։ Ձեռքս տարա դեպի սողնակը, որ դուռը բանամ։ Մի խուլ թխկոց դիպավ ականջիս։ Պատի մեջ բացվեց մի դուռ, որը ինձ տարավ դեպի մի ընդարձակ աչք։ Ախոռն էր։ Գլուխս կամաց ներս մտցրի։ Մի մարդ ախոռի վերին անկյունում նստած ինչ-որ բան էր շինում։ Գոմը մութ էր, և ես նրան տեսնում էի կիսաս տվերի միջով։ Ինձ օգնում էր արևի շողքը, որ թեքությամբ իջել էր նեղլիկ շբաքից։ Հատակը սալած էր անտաշ քարերով։ Թացությունից այդ սալաքարերը տեղ-տեղ փայլում էին, մանավանդ մսուրի մոտ, ուր մի մարդ էր նստած արևի շողքը ճակատին։ «Էստեղ ո՞վ կա հրացանի կոթ շինող», հարցրի ես, մսուրի կողմից զգուշությամբ մի քանի քայլ առաջանալով։ «Բեր, վարպետ Շապինը կշինի», ձայն տվեց զգոմի կիսաստվերում զբաղված մարդը առանց գլուխը բարձրացնելու։ Անծանոթ արհեստավորը բանում էր տակը փռած մի թաղիքի վրա։ Ձեռքին եղածը մի հին փակաղակ էր, որ նա նորոգելով աշխատում էր տեղը գցել։ Թիկնեղ տղամարդ էր, ճակատը լայն, փոքր-ինչ կլոր դեմքով, բեղը շեկ և սրածայր ոլորած։ Գլխի սև մազերի միջից սպիտակին էր տալիս մի լուսնաձև ճաղատ։ Կողքին մի սնդուկ կար փոքրիկ գավը վրան, իսկ մեջքի ետևը թամբաձև մի կոճ, որ հյուստի գործասեղանն էր հիշեցնում։ Վարպետ Շապինը գարահիսարցի էր։ Տակավին պատանի փախել էր իր ծննդավայրից և երկար թափառումներից հետո եկել էր Սասուն։ Լսել էի, որ նա հյուստի որդի էր և Սասունում գլխավորապես իր հոր արհեստ էր բանեցնում։ Միաժամանակ հրացանի կոթ շինող էր և հրազենի կոտրած մասերը վարպետորեն նորոգող։ Ու այժմ աչքով տեսնում էի նրա ձեռքի գործը։ «Փաշեն տվեց», ասացի ես և հրացանի խզակոթը տոպրակից հանելով մեկնեցի նրան։ «Փաշեն ո՞վ է»։ «Նեմրութի Սերոբը»։ «Բոլորը փաշա են դարձել, չլինի թե դու էլ ես ուզում փաշա դառնալ», ասաց նա, փակաղակը ձեռքին հարցական նայելով ինձ։ «Ոչ, ես մի հասարակ ընտանիքի զավակ եմ»։ «Արհեստ ունե՞ս»։ «Սոլկար եմ», ասացի ես։ «Լավ արհեստ է և կյանքում շատ պետք կգա։ Իսկ կարդալ գիտե՞ս»։ «Գիտեմ», ասացի ես։ «Շունն ու կատուն կարդացե՞լ ես»։ «Այո»։ «Իմ ոտնամանը ծակվել է, կարո՞ղ ես կարել», հարցրեց նա։ «Կարող եմ, բայց ձեռքիս գործիք չունեմ»։ «Ես ունեմ, տղաս, դու նստիր քովս և իմ կոշիկը նորոգիր, մինչև ես քո փաշի հրացանի կոթը շինեմ», ասաց և կոշիկը ոտքից հանեց։ Մեջը ավազ էր, թափ տվեց և հանձնեց ինձ։ Ես հասկացա, որ նա ավելի շուտ ինձ փորձելու համար այդ առաջարկը արեց, քան թե լրջորեն ուզում էր,
որ ես իր ոտնամանը կարեմ։ Զինվորական մի մեծ պայուսակ ուներ մոտը։ Գործիքները հանեց, և ես, իր կողքին նստելով, սկսեցի նորոգել իր ոտնամանը։ Մենք աշխատում էինք միասին։ Վարպետ Շապինը փակաղակը տեղն էր գցել և զբաղված էր Սերոպ աղբյուրի հրացանի կոթը շինելով, իսկ ես եռանդով նորոգում էի նրա ոտնամանը։ Լուռ էինք աշխատում և կարծես իրար հետ մրցելով։ Երբ վերջացրի, նա կոշիկը հագավ և ձեռքը ուսիս դնելով ասաց. «Աֆերիմ, տղաս, լավ կար ունես, իմ ձախ ոտքը ավազներից ազատեցիր, այ, ես եկել եմ տանոն և հրացանի կոթ ու փակաղակ եմ շինում, երբեմն էլ դուռ ու լուսամուտ։ Դատավորի գործ էլ եմ անում գյուղացիների ներքին վեճերը մաքրելով, ինչ արած, պետք է։ Եվ որտե՞ղ եմ նստած։ Ախոռում, Չատոյի գոմն է։ Վերջերս մի անբուժելի ոսկրացավ է բռնել ինձ։ Տիրամոր քամի են ասում։ Ամեն օր ձեռնափայտը ձեռքիս իջնում եմ ձորը, պառկում արևից տաքացած ավազի մեջ, որ ցավերս մեղմանան։ Մի քիչ էլ սա է օգնում»։ Նա թեքվեց սնդուկի վրա և գավը մոտեցրեց բերանին։ Օղի էր, մի կում խմեց։ Ապա պատմեց, թե ինչպես Սերոպ աղբյուրը սկզբում իրեն օգնել էր Սարիղամիշում, բայց հետագայում, երբ ինքը եկել էր խլաթ նրան զինվոր դառնալու, Սերոպը իրեն զենք չէր տվել և չէր ցանկացել պահել իր մոտ։ Ես ուզում էի նրան հարցնել Գևորգ Չաուշի սարսափելի արարքի մասին, բայց չհամարձակվեցի։ Ինձ թվաց, թե ինքը տեղյակ էր այդ սպանությանը և գաղտնի էր պահում ինձանից։ Ասում են, երեք մարդ են սպանել Գելիում, ճի՞շտ է, հարցրեց նա, դիմելով ինձ։ Ճիշտ է։ Բսանած Գևորգը սպանել է իր հորեղբորը։ Չիմացա՞ր, թե պատճառը ինչ է։ Կին էր փախցրել Աղբիկ գյուղից։ Կնոջն էլ է սպանել։ Այո։ Էդ սասունցիք ծուռ են։ Քթի տակ ծիծաղեց վարպետ Շապինը և լռեց, հավանորեն չուզենալով այդ մասին խոսել։ Երկու թռչուն կա, որ սասունցիները շատ կսիրեն, կաքավ և արծիվ։ Կաքավին իրենց հավերի հետ կպահեն, իսկ արծվին իրենց տանիքների վրա։ Իրենց ուտելիքը շաղգամ է և մածնահատիկ, իսկ մտածելիքը աստվածներից բարձր։ Տեսնենք, Մոսե Իմոն մեզ ինչ լուր կբերի Եվրոպայից։ Ազգի գործով թուղթ է տարել թագավորներին։ Ուզում էի հարցնել, թե ով է Մոսե Իմոն, երբ վարպետ Շապինը վերջին աշխատանքը հյուստի գործասեղանի վրա ավարտելով, դարձավ ինձ. Առ, Սերոպ Փաշի հրացանի կոթը պատրաստ է։ Եվ խզակոթը մի կոշտ ստվարաթղթով սրբելով, կոխեց տոպրակիս մեջ։ Քո Փաշեն կնոջը ման է բերում իր հետ, մի բան, որ թույլատրելի չէ հայդուկի օրենքով, իսկ Գևորգ Չաուշի հորեղբորը մեղադրում է կին փախցնելու մեջ։ Գաղափարին նվիրված մարդը պետք է ամեն կողմից կատարյալ լինի, ասաց հրացանի կոթ շինողը և նայեց հորթուկի կողմը, որոշելու, թե օրվա որ ժամն է։ Արևի շողքը հորթի ճակատից թռել էր մսուրի պատին։ Ձորի ավազը հիմա տաքացած կլինի, ասաց նա, դարձյալ շրջվեց դեպի ձախակողմը և սնդուկի վրայից գավը վերցնելով, դրեց բերանին։ Ով կար դռանը, երբ ներս մտար։ Մեծ տրեխներով մի տղամարդ։ Նա քեզ նկատեց։
Ոչ, քնած էր։ Լսիր, տղաս, ասաց վարպետ Շապինը, դատարկ գավը սնդուկին իջեցնելով։ Փաշան եթե իմ մասին կհարցնի, ասա, որ ես այս գիշեր շենիք պիտի երթամ։ Իսկ դու իմացիր իմ իսկական անունը։ Իմ մկրտության անունը Անդրանիկ է, և ինձ այստեղ Ղոնդաղչի Անդրանիկ են ասում։ Իսկ մի քանի հին սասունցիներ անվանում են վարպետ Շապին, կամ կարճ Շապինանդ, այսինքն Շապին Գարահիսարցի Անդրանիկ։ Ասքե ետքը դու էլ այդ անունով ճանաչիր ինձ։ Շապինանդ, հնչեցրին իմ շուրթերը խավարի մեջ։ Ես վերցրի իմ տոպրակը, մնաս բարով ասի նրան, և անաղմուկ դուրս ելա մութ գոմից, դիմելով դեպի Տեր Քաջի տունը, ուր աղբյուր Սերոբն էր։ Ջրվորն ու Ալյանցիկ։ Մի երիտասարդ լեռնցի թիակը ուսին քայլում էր խտանակ ածով։ Նույն ջրվորն էր, որ գոռալով ցույց էր տվել ինձ տաղվրնիկի ճամփան։ Գդակը թեք դրած գալիս էր լեռնային առվի հետ։ Հագած էր մաշված ոտնաման, բրդյա կարմրավուն տաբատ, ճոթերը մինչև ծնկները քշտած, կուրծքը մազոտ ու բաց և կրծքի մազերը խառնված, խճճված աբայի սև մազերին։ Ես ներքևից եկա, նա վերևից իջավ, և մենք իր նորածիր գարու արտի եզրին հանդիպեցինք իրար։ Անունդ բարի։ Ֆադե։ Քո գործը ինչ է սարի վրա, Ֆադե քեռի, հարցրի ես։ Իմ գործը աշխարհ ջրելն է, ասաց նա, և մոլորվածներին շիտակ ճամփա ցույց տալը։ Աշխարհն ինչով ես ջրում։ Էս թիակով։ Մազե աբան հանեց ծալեց մի ժայռի ու նստեց վրան, նեղթաթ թիակը երկու ձեռքով ծնկների մեջ սեղմած։ Ֆադեն Տալվորիկի վերին գյուղից էր։ Սուլթանը հրաման էր արձակել, որ Սասունի մեջ զորանոցներ շինվեն։ Զորանոցներից մեկի հիմքը դրել էր Ֆադեի Շահգամի արտի մեջ։ Զայրացել էր Տալվորիկցին, և գիշերով բոլոր քարերը շալակելով տարել թափել էր ձորը։ Առավոտյան քարերը նորից ետ էին բերվել, մի մասն էլ պարտադրաբար Ֆադեի կռնակին դնելով, և զորանոցը մինչև ձյուն դնելը շինվել էր։ Ու ջրվոր Ֆադեն, անիծելով զորք ու զորական, թիակը ուսին դրած փախել էր Տալվորիկից, ապավինելով խտանակ ածին։ Ընտրել էր մի հարմար տեղ այդ սարի վրա, որ ոչ զորք տեսնի, ոչ զորական։ Շահգամի փոխարեն գարի էր ցանել և իր արտի ջրտուքով էր զբաղված։ Զորանոցների հանդիսավոր բացմանը Տալվորիկ է գալիս Բաղեշի կուսակալը։ Բոլոր սասունցիները զարդարված, զենք ու զրահ կապած, շտապում են նրան դիմավորելու։ Միայն Ֆադեն է բացակա։ Որտե՞ղ է թագավորի հրամանին դիմադրած ըմբոստ գյուղացին, հարցնում է կուսակալը։ Գտեք, բերեք ինձ մոտ։ Ֆադեն ոտքերը քշտած և բահը ուսին սարից իջնելով, համարձակ գալիս կանգնում է կուսակալի առաջ։ Արար աշխարհ իմ պատվին զրահ է կապել, դու ինչու ես բահով եկել, սպառնում է փաշան։ Արար աշխարհի զենքն ու զրահը թող Ղուրբան եղնեն իմ թիակի պոչին, փաշա։ Էս թիակն է պատճառը և ստեղծողը բոլոր զենքերի։ Ինչքան էլ թոփ ու թվանքները գոռան, վերջը պիտի խոնարհվեն թիակի առաջ։ Ուրեմն ես քեզ ավելի մեծ պատիվ եմ արել, որ թիակով եմ ներկայացել, և ոչ թե զենք ու զրահ կապած։ Դու ինչ-որ բանի մասին մտածում ես։ Գլուխդ ողջ մնա, փաշա։ Մտածում եմ, թե վաղը միսօր, որ էս զորանոցը քանդվի, էսքան քար ու կիրը ով պիտի թափի իմ Շահգամի արտից։ Սուլթանի զորանոցին քանդվել չկա։ Շատ բան է քանդվել,
սա էլ կքանդվի։ Գնա քու սուլթանին ասա, որ Ֆադեի Շահգամի ծիլը իր զորանոցի հիմքից զորավար է։ Շահգամի ծիլը։ Դու այդպես ասա սուլթանին, և ավելացրու նմանապես, որ աշխարհը ջրաղաց է, և երկուսի աղունն էլ մի օր կիջնի։ Աղունն ինչ բան է։ Երբ սուլթանը ինձ նման գարու արդ ցանի խտանա կացին իր քաղածը շալակով տանի Խութեցի Միրոյի ջրաղաց, այն ժամանակ կիմանա, թե աղունն ինչ բան է։ Ասում է, և շուռ գալով դեպի լեռ է բարձրանում Ֆադեն, որոշելով այլևս տալվորիկ չիջնել, մինչև իր շահգամանոցում շինված զորանոցը չքանդվի։ Առողջ և ուժեղ մարդ էր Ֆադեն, միշտ իր մեծապատիվ բահի հետ էր, մազե սև աբան հագին, տաբատի ճոթերը մինչև ծնկները կամ ծնկներից վեր քշտած, ջրի ընթացքի հետ վար իջնելիս կամ լեռնի վեր բարձրանալիս։ Ֆադեի գլխավոր հոգսը մայր վտակն էր, որ թնդալով իջնում էր լեռներից և մի քանի առուների բաժանված գալարապտույտ թռչում էր անդունդներին կախված քարախների վրայով։ Բարձունքին կանգնած նա դիտում էր, թե ինչպես աղմկալի այդ ջրերը սպիտակ այծերի պես իրար հեծնելով նետվում էին ահռելի ձորը։ Ահա նկատեց, որ առուներից մեկի կողը հեղեղից քանդվել է, իջավ, նորոգեց ու բարձրացավ։ Խտանա կացի արևոտ լանջին փայլում է մի կապույտ լճակ։ Դա Ֆադեի գարու արտն է։ Մի բարակ ջուր մայր առվից երակվելով դեմ է առել կորաթմբին։ Կռացավ Ֆադեն և թիակի թաթը այդ ջրի կոկորդին զարկելով, նրան մի քանի մանր ճյուղերի բաժանած, հավասար ուղղությամբ տարավ դեպի իր արտի խորքը։ Այդ բարձրության վրա մարդկանց քիչ էր հանդիպում Ֆադեն։ Անցորդները մեծ մասամբ ծանոթ լեռնականներ էին։ Գիտեր, թե այս կամ այն ճանապարհով գնացողը ուր է գնում և ինչ բեռ ունի շալակին, շիտակ ճամփով է գնում, թե սխալ։ Մոլորվածներին թիակի պոչով կամ հեռվից գոռալով ցույց էր տալիս ուղիղ ճանապարհը։ Երբ հարցնում էին, երբ ես իջնելու սարից, պատասխանում էր տալվորիկցին, երբ սուլթանի զորանոցը քանդվի։ Տարին բոլոր Ֆադեն ապրում էր բացօթյա։ Նա ծածկի տակ էր մտնում միայն այն ժամանակ, երբ ձյունը խփում էր իր անկողնին։ Իսկ ինչ էր նրա անկողինը։ Մի թաղիկ, իբրև ներքնակ, և մի կարպետ, իբրև վերմակ։ Դեկտեմբերի ցրտին թիակի ծայրով կոտրում էր գետակի բարակ սառույցը, մտնում էր մեջը լողանալու, և կողինքը շալակած, թիակը թևատակին գնում պատսպարվում էր մոտակա ջրաղացներից մեկում։ Իր սիրած տեղը Խութեցի Միրոյի աղորիկն էր դիմացի սարալանջին, կամ Թամոյի հռչակավոր ջրաղացը, ծովասարի վրա։ Գարնանը նա շալակում էր կողինքը և թիակը թևատակին բարձրանում էր սար։ Ջրաղացաքարերի գոռոցը ձորերի մեջ և սաստո գահավեժ ջրերի որոտը բարձր լեռներում։ Սա էր տալվորիկցի Ֆադեի բովանդակ աշխարհը։ Իսկ ինչեր ասես նա չէր տեսնում այդ լեռների բարձրության վրա։ Նույնիսկ գիտեր, թե ինչ է կատարվում բարձրաթռիչ արծվի հետ, երբ նա վայր է ընկնում երկնքից։ Մեր զրույցի ժամանակ Ֆադեն հանկարծ թռավ տեղից։ «Էտով կտրեցի մարվի ջուրը», ասաց, թքեց ափի մեջ և թիակը բռնած շպրտեց լեռնի վեր։ Շուտով վերադարձավ մի ահագին բազե ձեռքին։ Արծիվն ու բազեն օդում կռվել էին։ Բազեն պարտված ընկել էր առվի մեջ, խափանելով ջրի ընթացքը։ Իսկ պատահել է, որ վերևից արծիվ ընկնի։ Մի անգամ ընկավ, ասաց Ֆադեն։ Ուժեղ փոթորիկից լեռնային մի արծիվ ընկավ դիմացի քարափին։ Գնացի դիտելու։ Ինչ զարհուրելի բան է,
երբ ընկնող արծիվ է։ Թևերը ջարդված էին։ Նախ անձեղները մոտենալով հանեցին աչքերը, կտուցները նրա գագաթին զարկելով։ Հետո նապաստակները հավաքվելով նրան քարշ տվեցին մի ժայռի տակ։ Նապաստակներից հետո դաշտային խոշոր մկները բարձրացան նրա թևերին։ Իսկ երբ վերջին անգամ գնացի, անթիվ մրջյուն ու ժժմունք կտուցի միջով տարածվել էին նրա մարմնի վրա։ Այդ քարափի կողմից, ուր արծիվն էր ընկել, մի խումբ լեռնականներ երևացին։ «Էհեյ, ալյանցիկ, էդ ուր կերթակ», գոռաց ջրվորֆադեն թիակը բարձրացնելով։ «Կերթանք Շապինանդին զինաթափ անելու», պատասխանեցին ալյանցիկ միաբերան։ «Խեղճ Շապինանդը ձեզ ինչ է արել, որ կերթաք նրա վրա։ Ինչ եք ուզում այդ հիվանդ, քամոտ մարդուց, որի ամբողջ փափագը մի բարք թոնիր է կամ մի բուռ տաք ավազ մեր ձորերի մեջ»։ Նրանցից մեկը հեռվից բացատրեց, որ սաստա մեծերի և նրա խմբի մեջ վեճ է ծագել։ Մուշից մարդ է եկել երկու կողմերը հաշտեցնելու, բայց Շապինանդը չի ուզում զիջել։ Տաղվրնիկի մի կիսամութ գոմում նստած, նա զենք է շինում իր զինվորների համար։ «Մոտ եկեք, ձեզ մի բան կասեմ», խոսեց Ֆադեն։ Ալյանցիկ վազելով շրջապատեցին մեզ։ «Իմ թիակն է զորավոր, թե Շապինանդի զենքը»։ «Քո թիակը», ասացին։ «Ուրեմն դուք ինձ պիտի զինաթափ անեք և ոչ թե Շապինանդին»։ Տեսան, որ խելառ բան է ասում, շտապեցին հեռանալ։ «Կացեք, մի բան ասեմ»։ Խումբը կանգ առավ։ «Մի տարի էս սարի վրա էնքան ձյուն եկավ, որ եթե ճնճղուկը պառկեր մեջքի վրա և ոտները տնկեր վերև, կհասներ Աստծուն։ Խելքս փչեց, թե թիակս առնեմ, ելնեմ նստեմ այդ ձյուների վրա։ Հագա իմա բան և թիակը ձեռքս երա նստեցի Աստծո չոքերի տակ։ Հանեցի քիսես, որ մի ճղարդ քաշեմ։ Մեկ էլ էն տեսնեմ, որ ձենը Ստալվորիկի ձորից է գալիս։ Դու մի ասի, գլորվել ընկել եմ անդունդ, թիակս մոռացած երկնքում։ Գարնանը խտանա կածի ձյունները հարվեցին, ու իմ թիակը թրըմփ ընկավ ցած։ Էսպես է աշխարհի բանը։ Մի օր սարի վրա ես, մեկ էլ տեսար, ձենդ անդունդից եկավ։ Մի քիչ առաջ էս գելհավքը օդի մեջ կռվում էր կշկուռի հետ։ Կշկուռը հաղթեց և գելհավքը վերևից ընկնելով քանդեցի մառուն։ Ես թիակի պոչով նրան հրեցի մի կողմ և ջուրը գնաց։ Հիմա դուք եք ուզում մայր արվի ջուրը կտրել։ Մենք, զարմացան ալյանցիկ։ Հա, դուք, որովհետև դուք ավելի անմիտ եք, քան թե գելհավքը։ Դուք կռվի եք ելել կշկուռի դեմ, այնպիսի մի ժամանակ, երբ Մոսե իմոն դեռ չի վերադարձել խառալների երկրից, երբ Գևորգ Չաուշը Սերոփի խմբից հեռացած իր վիշտն է ողբում Շուշնամերկի անտառներում, ու դուք գնում եք Անդրանիկի զենքերը խլելու։ Մենք մենակ չենք, Շենիքսիներն էլ են մեզ հետ։ Նրանք ձեզանից պակաս անմիտ չեն։ Դուք ուզում եք ազգի մայր առուն քանդել։ Բայց վայ ձեզ, եթե վերևից ընկաք։ Բոլորիդ էս թիակիս պոչով մի կողմ կշպրտեմ, ու ջուրը նորից անխափան կերթա։ Էս ջրտուկվարը կատարյալ խենթ է, ասացին ալյանցիկ ու հեռացան։ Խենթը դուք եք, մեկ էլ են ընկնավոր սուլթանը, որ իմ Շահգամի արտի մեջ զորանոց էր շինել, գոռաց Ստալվորիկցին, իր ձեռքի գելհավքը բարկությամբ շպրտելով նրանց հետևից։ Արդեն ուշ էր։
Ես իրավունք չունեի այդքան դանդաղել ճանապարհներին։ Ֆադեին թողնելով իր գարու արտի և առվի կողքին, արագ վերցրի իմ տոպրակը ու շտապեցի դեպի այն թաղը, որտեղից դուրս էի եկել աղբյուր Սերոփի պատվերը կատարելու։ Սոսեի կանչը։ Սակայն բախտը չժպտաց ինձ։ Շուտով լուր ստացվեց, որ ալյանսի երիտասարդները Շենիքցոց հետ միաբանելով խուժել են Տալվորիկ ու Անդրանիկին զինաթափ անելով փախցրել Սիմ լեռան կողմերը։ Մուշի մեջ իշխում էր ոստիկանապետ Հյուսնի Էֆենդին, իսկ Սասունում ցեղապետ էր Բշարե Խալիլ աղան։ Եվ միշտ այն միջոցին, երբ Անդրանիկը զինաթափված էր, սուլթանին հրաման եկավ, ողջ թե մեռած, ձեռք գցել Սերոպ աղբյուրին։ Սաստո Գեղաշեն գյուղում Ավե անունով մի իշխան կար։ Ավեն ռես էր իրենց գյուղում։ Տեսնելով, որ քաջությամբ անկարող են Նեմրութի հերոսին հաղթել, Հյուսնի Էֆենդին և Բշարե Խալիլը որոշեցին Ավեի միջոցով Սերոփին թունավորել։ Այդ գործի համար Հյուսնին ռես Ավեին խոստացավ մի կճուճ ոսկի։ Իմացավ Ավեն, որ Սերոպ աղբյուրը Խլաթից գելի գալով իր զինվորներին դրել է թաղերի մեջ, իսկ ինքը և Սոսեն ապրում են Տեր-Քաջի լեռան գոմում։ Ավեն մի քանի անգամ տեսության գնաց Սերոփին ծանոթ իշխանների հետ և ամեն անգամ ջորին բարձած ուտելիք տարավ նրա համար, մինչև որ Սերոպ աղբյուրի և Տեր-Քաջի կատարյալ վստահությունը շահեց։ Վերջապես Մուշից եկավ թունավորելու հրամանը։ Ավեն դարձյալ այցելության գնաց Սերոպ աղբյուրին, բայց այս անգամ ուտելիքը թունավորված էր։ Հյուսնի թույնը մի այնպիսի բաղադրություն ուներ, որ անմիջապես չէր մեռցնում, այլ ենթակային 3-4 օրով պահում էր կիսազգա վիճակում, անկարող շարժվելու։ Սերոփը միամտորեն կերավ ռեսի բերած պանիրը և ծխախոտ քաշեց։ Երբ ամեն ինչ կարգադրված էր, Ավեն լուր ուղարկեց Խալիլ աղային, որ Սերոփը թույնը ընդունել է։ Ապա գնաց Մուշ և ոստիկանապետի խոստացած մի կճուճ ոսկին առնելով, հայտնեց, թե զորքը կարող է շարժվել։ Խալիլն իր հերթին այդ մասին շտապ հայտնեց Բաղեշ, և նույն գիշերը սուլթանի զորքը Բաղեշից շարժվեց դեպի Բռնաշեն, լուր տարածելով, թե Սաստո ըմբոստ քրդերը ճնշելու կերթա։ Հրամանը Ալի֊բեգն էր։ Միաժամանակ Խալիլի գլխավորությամբ գելու վրա շարժվեցին Խուլբի և Խիանքի զինված քրդերը։ Սուլթանի զորքը 500 ասկյար էր, Աշիրեթը 1500։ Գելին պաշարվեց 1899 հոկտեմբերին, երբ ամբողջ գյուղը քնած էր։ Լեռան գոմի մեջ քնած էր նաև Սերոպ աղբյուրը, գլուխը դրած իր հրացանի նոր շինված խզակոթին։ Սոսեն առավոտ շուտ դուրբինն առավ և ելավ դուրս։ Նայեց, տեսավ Թուխ մանուկ եկեղեցու մոտով զորք է գալիս։ «Փաշա», ասաց Սոսեն, «ասկյարն ելավ ժամու դուռ»։ Սերոփը շեմք ելավ։ Դուրբինն առավ, նայեց, բայց աչքերը ծանր էին, չկարողացավ ջոկել։ Ետ դարձավ, որ Մոսինը վերցնի, ոտքերը փոթ եղան, վայր ընկավ։ Ձեռքերը տարավ դեպի գլուխը, մազերը մնացին բռի մեջ։ «Վայ ինձ, Գեղաշենի ռես Ավեն թույն է խառնել իմ հացին», գոռաց Սերոփը ու գլխին զարկեց։ Ու զղջաց, որ իր գիշերը շաբաթ դարձավ, ու շաբաթը ամիս դարձավ Սասունում։ Նրա գոռոցից ու անսպասելի հրաձգությունից գյուղը զարթնեց։ Զարթնեց նաև Տեր-Քաջը։ Թուխ մանուկ եկեղեցու մոտով սև զորքը սուրաց դեպի Սերոփի պահված լեռան կողմը։ Սոսեն բռնեց Սերոփի թևից, որ բարձրացնի, բայց ծանրությունից երկուսն էլ վայր ընկան։ Տեր-Քաջը ու իր որդի Ադամն էլ փորձեցին,
նրանք էլ վայր ընկան։ Մի գնդակ եկավ լեռան կողից, և տերքաջը հենց այդպես էլ ընկած մնաց իր դռան շեմքին։ Հանկարծ փոթորիկի պես հայտնվեցին Սերոփի զինվորները, 4 հոգի, և Սոսեի հետ Սերոփին իրենց թևերին առնելով, թռցրին դեպի Անդոկ։ Ամբարնի կոչվող մի բարձունք կա Անդոկի վրա, նրան այնտեղ դրին։ Սոսեն Մոսինը տվեց Սերոփի ձեռքը, բայց նրա թևը մերժեց զենքը վերցնել։ Հայդուկապետը դժվարությամբ 1-2 գնդակ վառեց և թուլացած ընկավ։ Ու ամբարու վրա հերոսաբար կռվելով նահատակվեցին Սերոփ աղբյուրի եղբայրները Մխեն ու Զաքարը և որդին Հակոբը։ Զոհվեցին նաև 4-ը այն 7 զինվորներից, որ խլաթից եկել էին Սասուն, իսկ տեր-քաջը արդեն սպանվել էր իր պատի տակ։ Տեր-քաջից մի որդի մնաց, տեր-քաջ Ադամը, Սերոփից մի այրի Սոսե ու մի քանի զինվոր։ Ու գոռաց Սոսեն Անդոկից, որ ձայնը տալվորիկ հասնի։ Բարձրացավ մի քարաժայռի ու նորից գոռաց. «Անդրանիկ, Սերոփը նեղ տեղ է, Գևորգի, Մակարի հետ օգնության հասեք»։ Վերջին անգամ կրակեց Սերոփը և զենքը վայր նետեց զայրույթից։ Սոսեն վերցրեց հերոսի հրացանը, չոքեց մի ժայռի ետև ու սկսեց կատաղորեն կրակել։ Անզորությունից մռնչում էր Սերոփը, աչքերը շանթեր էին արձակում։ Ամբարն ու լեռան կողին մեռնում էր Նեմրութի Ասլանը, մենակ, անօգնական։ Երկրորդ անգամ դեպի տալվորիկ գոռաց Սոսեն։ Ջրտուկվար Ֆադեն հեռվից առավ նրա կանչը և խտանա կացին կանգնած որոտաց դեպի տալվորիկ. «Սերոփը նեղ տեղ է, հասեք»։ Բայց ոչ Գևորգն էր այնտեղ, ոչ Անդրանիկն էր օգնության կանչը լսում։ Մեկը շուշնամերկի անտառները քաշված իր վիշտն էր ողբում մենության մեջ, իսկ մյուսը անզեն և անզոր դեպի Սիմ լեռը փախչելով կաշկանդվել էր Սեմալ գյուղի գոմերում։ Սոսեն բարձրացավ հավասարվեց Ջրտուկվար Ֆադեին, ու նրանք սարի գագաթին կանգնած միատեղ գոռացին. «Հասեք»։ Անդրանիկն առավ այդ կանչը Սեմալում, բարձրացավ տանիք ու զայրույթից գնաց ու եկավ տանիքին։ Իր զինվորները փամփուշտ ու զենք կապեցին վրան ու նրա հետ դեպի Սերոփի լեռը շարժվեցին։ Ճիշտ այդ միջոցին մի գնդակ վերևից գալով խոցեց աղբյուր Սերոփին։ Սաստո ցեղապետ Խալիլ աղան հասավ և մեռած հերոսի գլուխը կտրելով ու վիրավոր Սոսեին գերի վերցնելով հրաման տվեց ավարտի փող հնչեցնել։ Քիչ վերջը թե զորք, թե խուժան լեռներից վար իջան։ Հետյալ մի ոստիկան Սերոփ աղբյուրի գլուխը մի ցցափայտի զարկած 3 զինվորներով գնում էր Բշարե Խալիլի առջևից։ Ետևից ձիու վրա վիրավոր Սոսեն էր իջնում, 2 ոստիկան կողքերից նրա թևերը բռնած, իսկ սանձը բռնած էր Ռես Ավեն։ Սոսեի ետևից Ալի-Փաշան էր շարժվում իր հաղթական զորքով։ Սերոփ աղբյուրի գլուխը նախ տարան Մուշ, ապա այնտեղից տարան Բաղեշ։ 2 օր քաղաքի հրապարակի վրա ցուցադրելուց հետո հանձնեցին Բաղեշի հայոց առաջնորդարանին։ Կարմրակ անունով մի վանք կա Բաղեշում։ Հայոց առաջնորդը և վանքի սպասավորը Նեմրութի հերոսի գլուխը գիշերով թաղեցին կարմրակ վանքի արևելյան գավթի մեջ, մի ծեր թթենու տակ։ Թաղեցին և օրհնելով հեռացան։ Գլուխդ Բաղեշ, մարմինդ Անդոկ։ Էլ քեզ նման քաջ կծնվի արդյոք։ Ննջիր սուրբ հողում Բաղեշ քաղաքի, հին թթենու տակ,
կարմրակ վանքի։ Ես Սասունից գնացի Բաղեշ, գտա կարմրակ վանքը և մի ամբողջ գիշեր արտասվեցի այդ դժբախտ գերեզմանի վրա, ուր մի հատիկ գլուխ էր հանգչում, Սերոպ աղբյուրի հերոսական գլուխը։ Առաջին մարդը, որ ինձ արթնացրեց այդ շիրիմի վրայից, մի թուրք ոստիկան էր։ Նա ինձ գիշերով բանտ տարավ։ Բաղեշի բանտում։ Բաղեշի բանտը գտնվում էր կարմրակից վերև, մի բարձր քարաժայռի վրա։ Շատերն էին տանջվել այդ բանտում։ Ինձ էլ բախտը պատանի հասակից նետեց այնտեղ։ Ոստիկանը ծոծրակից մի հարված տալով ինձ հրեց բանտի միջանցքը, ուր մի գիրուկ տղամարդ իմ անունը մուտքի հաշվեմատյանի մեջ առնելով, նույն ոստիկանի հսկողությամբ իջեցրեց բանտի նկուղը։ Այդտեղ նստած էր դահճապետ Ռասիմ Էֆենդին։ Մհե Չաուշ և Ռասիմ Էֆենդի։ Մուշ քաղաքում և Բաղեշում չկար մեկը, որ այս հրեշների անունը լսած չլիներ։ Առաջինը Մշո բանտի դահճապետն էր, իսկ երկրորդը Բաղեշի։ Այս երկուսը իրենց ճարպիկ գործակալների միջոցով հայ, քուրդ և ասորի ապստամբներին որսալով բերում լցնում էին բանտերը։ Ոսկրոտ, մազոտ թևերով և առնետանման դեմքով մի հաստլիկ պաշտոնյա էր Ռասիմ Էֆենդին։ Լսել էի, որ սա երբեմն առանց դատ ու դատաստանի, կալանավորի ձեռքը բահ ու բրիջ տալով, ստիպում էր իր սեփական գերեզմանը փորել և ետևից կրակելով նետում էր այդ փոսի մեջ։ Արաբոյի տուփը ինձ մոտ էր, և ես վախենում էի, որ եթե խուզարկվեմ, իմ փոստն էլ պատրաստել կտա։ Ռասիմը ձեռքը տարավ իմ ծոցը և ծխատուփը հանելով չարախնդությամբ նայեց ինձ։ «Պապիս ծխատուփն է», ասացի ես։ Նա տուփը ուշադիր զննեց և տեսնելով, որ մի առանձին արժեքավոր իր չէ, ետ տվեց ասելով. «Պահիր պապիդ տուփը, իսկ հիմա գյավուր օղլի գյավուր, պատասխան տուր ինձ, թե դու առավոտ վաղ ինչ գործ ունեիր կարմրակ վանքի գերեզմանի վրա։ Դու գիտես, որ այնտեղ գլուխն է թաղված մի անհավատի, որ անհամար չարիք է գործել մեր սուլթանի տերությանը։ Եվ լավ իմացիր, սուլթանի թշնամին իմ թշնամին է։ Սա այն բանտն է, որտեղ ձեր քարոզիչ Միհրան Էֆենդին է նստել, ձեր սազանդար Դարդիման Սաքոն և Ճիպրանցի աղան էլ այստեղ էին, որոնց ես նվեր ուղարկեցի Մհե Չաուշին»։ Նա ուրիշ անուններ էլ տվեց, որ չեմ հիշում, ու առանց իմ պատասխանին սպասելու, ինձ բերող ոստիկանի օգնությամբ իմ ձեռքերը ոլորելով, կապեց մեջքիս, և իմ վիզը մի հաստ պարան անցկացնելով, օղը միացրեց առաստաղի երկաթե ձողին, ապա ոտքերիս տակից աղյուսը հեռացնելով, ղեյլանը վառած նստեց դեմս։ Տեսնելով, որ խեղդվում եմ, ես ճիգ արեցի բթամատներիս կանգնել։ Այդ բանը նկատելով, նա պարանը նորից ձգեց։ Իմ երեսը կարմրեց, և լեզուս երկու հալաբի դուրս ընկավ։ Էդ է, պետք է շունչս փչեի, մոտենալով պարանը քանդեց, և ես ուշագնաց ընկա հատակին։ Առավոտյան Ռասիմ Էֆենդին նույն ոստիկանին և մի հսկիչի կանչելով, ասաց. «Սրան բարձրացրեք Մանաստկերտցի վարժապետ Ավետիսի մոտ»։ Ինձ վերև տարան։ Բանտի բոլոր խցերը և երկայն միջանցքը լցված էին կալանավորներով։ Մեծ մասը հայ գյուղացիներ էին, մազակալած երեսներով։ Աջ թևի վրա մի սրահ երևաց, ուր երկու թուրք բանտարկյալ չոքած աղոթում էին, երեսները դեպի պատը։ Միջանցքով անցնելիս բոլորը շուռ գալով զարմացած նայում էին, թե ուր են տանում ինձ այդ ատելի ոստիկանը
և հսկիչը։ Միջանցքի վերջավորությանը մի առանձնացած խուց կար երկաթե սողնակով, որի առաջ մի թուրք հսկիչ նստած դռան անցքից նայում էր ներս։ Մի ուրիշ հսկիչ նրա ուսերի վրայով թեքված նույնպիսի հետաքրքրությամբ դիտում էր, թե ինչ է կատարվում ներսում։ Մեր ոտնաձայնն առնելով, երկուստ էլ շուռ եկան։ Ոստիկանի ազդանշանով առաջին հսկիչը անմիջապես երկաթե սողնակը քաշեց։ Դուռը բացվեց։ Ես ներս մտա, և դուռը ծանրորեն փակվեց իմ ետևից։ Դա մի նեղլիկ խուց էր, փոքրիկ լուսամուտով։ Պատի երկայնքով մի թախտ էր դրված, ուժը կողքին, և վրան մի գիրք։ Ղուրանն էր։ Մի տղամարդ տախտին ծալապատիկ նստած ինչ-որ բան էր գրում։ Այնքան կլանված էր իր գրությամբ, որ գրեթե իմ ներս մտնելը չիմացավ կամ չուզեց նկատած լինել։ Ես անաղմուկ մոտեցա և նստեցի թախտի ծայրին։ Նա հանկարծ մի երկար չոր հայացք նետեց վրաս, ապա գրչածայրը թաթախեց սև մելանի մեջ և գլուխ իջեցնելով շարունակեց գրել. Ուրեմն, սա է Մանասկերտցի վարժապետ պարոն Ավետիսը, մտքումս ասացի ես։ Ում էր նամակ գրում և ինչու էր գրում։ Միթե սուլթանի բանտում կալանավորին հնարավորություն են տալիս նամակ գրելու։ Գրում էր, բայց տեղ կհասնե՞ր արդյոք իր գրածը։ Սարսափելի նեղվածք էր բանտում, և այդ սուղ պայմաններում պարոն Ավետիսին բարեհաճորեն հատկացրել էին մի առանձին խուց, փոքրիկ թախտով, ջրով լիքը կուժը կողքին։ Ղուրանն էլ կար։ Ուրեմն արտոնել էին նաև գիրք կարդալ։ Ես այն բախտավորներից էի, որ առաջին անգամ բանտ նետվելով տեղ էի գրավել պարոն Ավետիսի կողքին, դրվելով անհամեմատ նախանձելի պայմանների մեջ։ Բանտախցի լուսամուտից երևում էին Բաղեշի լեռները, Խաչիկ սարը, Ծապերկարը, իսկ դեպի հարավ֊արևմուտք մի նեղ բացվածքի միջով տարածվում էր այն հարթությունը, որ ընդարձակվելով դեպի Տավրոսի ստորոտները կոչվում էր Մշո դաշտ։ Կարմրագվանքը չէր երևում։ Խոր կիրճի մեջ վեր էր խոյանում միջնադարյան բարձրապարիսպ մի ամրոց, որի կողերին զարկվելով թնդում էր քաղաքի որոտաձայն գետակը։ Տները շինված էին գետակի ժայռոտ եզերքներին և ձորի հատակից դեպի շրջակա լեռները ելնող բլուրների վրա։ Բարձրադիր տների տանիքների վրայով և պարտեզների միջով դեպի ձորն էին խուժում տասնյակ կապտաջուր քարվեժներ։ Ամրոցի ուղղությամբ դեպի արևելք, որ Թաղի գլուխ էր կոչվում, կանգնած էր եռահարկ մի շինություն, ճաղավոր պատշգամբով և քարե ոլորապտույտ աստիճաններով։ Բոլոր տները թուխ քարից էին, իսկ այս շինությունը շիկավուն ժայռաքարից էր և ճակատին խոշոր տառերով գրված «Խաչ մանուկ»։ Ուրիշ երևելի տներ էլ կային, որոնցից մեկը ձորի մեջ էր, իսկ մյուսը ավելի Մեյդան կոչվող բարձունքի վրա։ Մեկի ճակատին հեռվից դժվարությամբ կարդացի «Շեյխ Մելիքի տուն», մյուսի ճակատին Սարոյենց Արմենակի տուն։ Խաչմանուկյանների ապարանքի ճաղավոր պատշգամբում երևաց մի գեղանի նորահարս։ Նա կռացավ նայեց դեպի ձորը, նայեց պարսպապատ ամրոցին, մտածկոտ հայացք նետեց մեր բանտի վրա և արագությամբ ներս գնաց։ Իմ բախտի մասին էի մտածում, երբ նկատեցի, որ պարոն Ավետիսը գրում էր արաբական մանր տառերով և ամեն բառի վրա երկար խորհելով։ Ձգված ծալապատիկ դիրքը, համակ կենտրոնացած ուշադրությունը և զարմանալի անհոգությունը իմ նկատմամբ իմ մեջ կասկած առաջացրին, որ այդ նամակ գրողը հասարակ մահկանացուներից չէր, ոչ էլ շարքային կալանավոր։ Ոչ թե հայերեն,
այլ արաբերեն տառերով էր գրում պարոն Ավետիսը։ Ոչ, այդ նամակը նույնպես սովորական նամակներից չէր։ Այն անպայման տեղ կհասներ, քանզի գրվում էր մեծ տառապանքով, մեծ նպատակի և առաքելության համար։ Պարոն Ավետիսը Մանազկերտի Ինքնա գյուղի մեծահարուստ տներից էր։ Այդ տունը ամեն տարի մեծաքանակ կաշառք էր տալիս հասնանցի քրդերին և Բաղեշի կուսակալին։ Կուսակալի մեկ հրամանով պարոն Ավետիսին վերստին ձերբակալել էին և բերել էին բանտ։ Մի քանի անգամ խոշոր գումարներ տալով նա ազատվել էր բանտից, բայց այս անգամ շատ ամուր էր նստած, որովհետև հրաժարվել էր պահանջված կաշառքը վճարելուց։ Նա այժմ կաշառքից ավելի մեծ և կարևոր բան էր խոստանում Բաղեշի կուսակալին։ Վերջնականապես համոզվելով, որ կաշառքին վերջ չի լինի և անկարելի կլինի այդ միջոցով հագեցնել սուլթանի անկուշտ պաշտոնյաներին, պարոն Ավետիսը որոշել էր հավատափոխ լինել, ընդունել իսլամը և դառնալ Ռոմի Սելջուկ տիրության պաշտոնյա։ Դրանով նա ոչ միայն Մանազկերտի իր նահապետական տունը կազատեր հարստահարությունից և աքսոր նետվելու մշտական սպառնալիքից, այլև օգտակար կլիներ իր հայրենակիցներին։ Սուլթան Համիդը և Բաղեշի կուսակալը այդ շրջանում շատ մեծ կարևորություն էին տալիս հայ ֆիդայինների դեմ պայքարելու գործին։ Պարոն Ավետիսը հավատափոխ լինելով և թուրքական մի անուն որդեգրելով, ուրախ կլիներ, եթե իրեն արտոնվեր մի հասարակ ոստիկանի պաշտոն։ Երբ դիմումը ավարտվեց, առանց իմանալու, թե ես ով եմ, առանց հարցուփորձ անելու իմ բանտարկության հանգամանքների և բանտի ներքնահարկում կրած չարչարանքների մասին, գրիչը դրեց ականջակոթի ետև և թուղթը աչքերի դեմ պահելով, բարձրաձայն կարդաց. Տեր կուսակալ, ինձանից պահանջված դրամը իբրև մի հասարակ գյուղացի անկարող եմ վճարելու և իբրև մեր Օսմանյան գահին հավատարիմ անձ պարտական եմ ինքս ինձ նվիրաբերելու իմ պետությանը և մինչև կյանքիս վերջը հավատարմորեն ծառայելու նրան։ Տվեք ինձ ոստիկանության պաշտոն և ուղարկեք ափսնամների կենտրոնատեղին, Մուշ։ Ես այնտեղ պիտի կարողանամ երևան հանել բոլոր վնասակար անձերը։ Ահա իմ անձնազոհության առաջին ապացույցը՝ իսլամության կրոնը ընդունելը։ Ապա ծունկի գալով 3 անգամ խոնարհություն արեց Ղուրանի վրա։ Ինչի համար ինձ գետնահարկից հանելով բերել էին պարոն Ավետիսի բանտախուցը։ Արդյոք պատճառը այն չէր, որ այդ վարժապետի օրինակին հետևելով ես էլ հավատափոխ դառնայի, ընդունելով իսլամության կրոնքը։ Ես երիտասարդ էի և ինձ բերել էին մի փորձված դաստիարակի մոտ։ Պարոն Ավետիսը Ղուրանը ձեռքին իջավ թախտից և դուռը ներսից ծեծեց, որ նշանակում էր, թե դիմումը պատրաստ է։ Իսկույն ներս մտան բանտի կառավարիչը և Ռասիմ Էֆենդին ու նրան բանտախցից հանելով առաջնորդեցին ընդհանուր սրահը, ուր հավաքված էին բոլոր հայ բանտարկյալները, ինձ էլ տարան։ Սրահի 4 կողմը զինյալ ոստիկաններ էին հսկում։ Պարոն Ավետիսին կանգնեցրին կալանավորների մեջտեղ մի սեղանի վրա և նա, ի տես ամենքիս, բարձրաձայն կարդաց Բաղեշի կուսակալին ուղղված դիմումը։ Վերջաբանին Ղուրանը բարձրացնելով դեպի ճակատը 3 անգամ համբուրեց։ Էֆերիմ, ասաց բանտի կառավարիչը և պարոն Ավետիսին մի քանի ոստիկաններով բանտից հանելով, դահճապետ Ռասիմ Էֆենդու ուղեկցությամբ առաջնորդեց Բաղեշի կուսակալի մոտ։ Կրոնքի և ազգի դավաճան, բղավեցին բանտարկյալները հայությունից դարձած վարժապետի ետևից։ Ստոր հավատափոխ, մտածեցի ես, ոստիկանի և 2 պահակների հսկողությամբ իմ բանտախուցը վերադառնալով։ Հետևյալ առավոտ բանտում լուր տարածվեց, որ Բաղեշի կուսակալ Ֆերիկ Փաշան
սիրահոժար ընդունել էր պարոն Ավետիսի առաջարկը։ Նրա անունը կնքել էր Մեհմեդ Խալըթ և ոստիկանի պաշտոնով ուղարկել էր Մուշ, հայ ապստամբների դեմ պայքարելու։ Ուրեմն միանգամայն ստույգ էր իմ կասկածը։ Նրանք ինձ ձեղնահարկից բարձրացրել էին երկրորդ հարկ և դրել Մանասկերտցի վարժապետի մոտ, որ նրա օրինակին հետևելով ես էլ հավատափող դառնայի և պատանի հասակից գնայի ծառայելու սուլթանի գահին։ Բայց իմ ճանապարհը ուրիշ էր։ Այդ նույն գիշերը ես խախտելով իմ բանտախցի 6-7 աղյուսները և իմ մարմնի համար բավականաչափ լայն մի անցք բանալով, լուսադեմին զգուշությամբ ներքև սահեցի բաղեշի բանտից։